Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացրել է ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին, թեև օրենքով 4 հանձնաժողովի նախագահությունը պետք է բաժին հասնի ընդդիմությանը, 3-ը ուժեղ Հայաստանին, 1-ը Հայաստան դաշինքին, ՔՊ-ն այդ հանձնաժողովների համար ևս առաջադրել է սեփական թեկնածուներին։ Իշխող ուժի ծրագրով, եթե նախագահ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչը, ՔՊ-ի թեկնածուն կզբաղեցնի տվյալ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Միաժամանակ Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։ Առաջինը դուք եք, որ երկու հանձնաժողովն եք որոշել վերցնել։ Դե գիտեք, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, չնայած մենք քննարկել ենք, բայց այդ խորհրդանական մեր գործընկերները կասեն, որովհետև դեռ ժամանակ կա ինչ որ քննարկումներ կլինեն, այսինքն մենք քննարկում ունեցել ենք, որոշել ենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր է ինչ որ ճշգրտումներ լինեն, դրա համար ես հիմա չասեմ։ Պարոն վարչապետ, Սասուն Միքայելյանին ինչու վստահության ձայն չտվեց ՔՊ-ն։ Տվեց վստահության ձայն, որովհետև երկրորդ փուլով է տեղի ունեցել, եւ երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրելյանը, բայց Սասուն Միքայելյանն էլ բավականին շատ։ Լրագրողների հարցին արդյոք վեհապարը ներկայ է լինելու ազգային ժողովի առաջին նիստին, վարչապետ Փաշինյանը նշել է, թե Գարեգին երկրորդ անունով կաթողիկոս չի ճանաչում։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում։ Միևնույն ժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջին նիստին հնարավոր է մասնակցի կարգալույց քահանա Տեր Թադեն։ Այդ օրը պարզ Եվորտնյալ ընթաց։ Անկախ Հայաստանի ազգային ժողովի առաջին նիստերը ավանդաբար բացվել են ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, այդ իրավունքը նախատեսված է նաև ԱԺ կանոնակարգ օրենքով։ Առաջին նիստում ողջունի խոսքով հանդես են գալիս հանրապետության նախագահն ու կաթողիկոսը, որից հետո падգամավորները երդվում են։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։ Մինչ այժմ կաթողիկոսին հրավեր ուղարկելու մասին պաշտոնապես չի հայտարարվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, որ առաջիկայում կհանդիպեն, սակայն կոնկրետ ժամկետ չեն պայմանավորվել, իսկ շնորհավորել է Պուտինը Փաշինյանին, նա պատասխանել է։ Չի շնորհավորել։ Իսկ ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է, պարոն Փաշինյան, կարևոր է ձեզ համար ինչ շնորհավորել։ Գիտեք ինչ, եթե այդտեղ հարց կային ում հետ էր խոսում։ Ձեզ այդ զրույցում ասում եք ձեզ շնորհավորել եք, թե չէ։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Հանդիպում հնարավոր Պարոն Փաշինյան, կաթողիկոսին հրավեր ուղարկեք ազգային ժողովի անջանիքին։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ ասել եք հուլիսին քեշոկեսին գնալու Գնացի։ եւ Գնացել եմ։ Նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կես։ Չէ, Պուտինի հետ հանդիպում։ Այս պահին մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացվել։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին զարգացումները ըստ վերլուծաբան Տիգրան Դումիկյանի վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է նոր իրավիճակ, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրություններն արդեն ունեն նաև տնտեսական հետևանքներ։ Պաշտոնական Մոսկվան ավելի բաց ձևով պահանջում է, որ Հայաստանը հստակեցնի իր արտաքին քաղաքական դիրքորոշումը, իսկ ԵԱՏՄ շրջանակում արդեն սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության համար նախկինում գործող որոշ առավելություններ։ Այս պայմաններում Հայաստանի գլխավոր մարտահրավերը մնում է տնտեսական խոցելիությունը, արտահանման ոլորտում արդեն արձանագրվել են կորուստներ, իսկ ռազմավարական ներմուծումների զգալի մասը շարունակում է կախված մնալ Ռուսաստանից։ Եթե լարվածությունը խորանա, չեն բացառվում առևտրային նոր սահմանափակումներ, մաքսային խստացումներ կամ էներգակիրների գնային քաղաքականության վերանայում։ Այդ դեպքում հիմնական բեռը կկրեն Հայաստանի քաղաքացիները գնաճի, կենսամակարդակի անկման եւ կոմունալ ծախսերի աճի տեսքով։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, պնդելով, որ այն պարունակում է փաստական անճշտություններ եւ չի արտացոլում Արցախի հարցի շուրջ ձևավորված իրավաքաղաքական իրականությունը։ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չի դիմել հապկին, ուստի սխալ է պնդել, թե կազմակերպությունը չի միջամտել միայն այն պատճառով, որ Հայաստանը չէր ճանաչել Արցախը։ Միաժամանակ ճիշտ չէ նաև ասել, թե Հայաստանը երբևէ լիարժեք դե յուրե ճանաչել է Արցախի հանրապետությունը։ Այդ քայլը չի կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը պահպանելու նպատակով, մինչդեռ գործնականում Հայաստանը Արցախի հետ ունեցել է պետական հարաբերություններին բնորոշ լայն համագործակցություն։ Սխալ է նաև Ադրբեջանի այն պնդումը, թե միջազգային հանրությունը
միշտ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, քանի որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհային քարտեզ։ Այս հանգամանքներն այսօր էլ հիմք են արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության համար։ Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնականձել 105.8 միլիարդ դրամի գույք ու ակտիվներ։ Պահանջը ներառում է 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն։ Դատախազությունը նաեւ հիշեցրել է, որ որպես հայցի ապահովման միջոց Արադ Ցեբեն ՓՊ-ի կառավարումը հանձնվել է պետությանը։ Գլխավոր դատախազությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնականձել շուրջ 19.6 միլիարդ դրամի գույք ու ակտիվներ, 502.3 միլիոն դրամ որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինի մաս։ Պահանջը ներառում է 22 անշարժ գույք, 13 ընկերություններում մասնակցություն, բանկային ավանդներ, պարտատոմսեր, փոխառությունների պահանջի իրավունք եւ 2 տրանսպորտային միջոց։ Այժմ ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ամբողջ արևմտյան աշխարհը։ Կոնդրաշովին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այժմ, երբ արևմուտքի ներկայացուցիչները կրկին սկսել են խոսել ռազմավարական պարտության մասին, երբ նրանք ակտիվորեն աջակցում են մեր այս ռելոկանտներին, որոնք Եվրոպայում կազմակերպում են ամեն տեսակ հակառուսական ընկերություններ, միջոցներ են հավաքում Ռուսաստանի Դաշնության պառակտման համար, ինչ որ ընդհատակյա պայքարը շարունակելու համար, նրանք արդեն բացարձակապես դա չեն թաքցնում։ Մեր կենտրոնական ալիքները ցույց են տալիս այն ամենը, ինչ արևմուտքը մտածում է, եւ երևի սա կարեւոր է, որ բոլորը տեսնեն հասկանալու համար, որ իրավիճակը կատակ բան չէ։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեր դեմ ոտքի է կանգնել քաղաքակիրթ, այսպես կոչված ողջ աշխարհը, որն այդպես է անվանում ինքն իրեն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Իսրայելը սեփական նախաձեռնությամբ չի հարվածի Իրանին առանց Վաշինգտոնի համաձայնության, հայտնում է Associated Press-ը հեղումանելով իսրայելական աղբյուրներին։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպահպանի պատասխան հարված հասցնելու իրավունքը, կշարունակի Միացյալ Նահանգներին տրամադրել հետախուզական տվյալներ եւ կաջակցի Թրամփի որոշումներին իրանական հարցում։ Ավելի վաղ Al Monitor-ը գրել էր, որ Նեթանյահուն մտադիր էր Թրամփին ներկայացնել Իրանի արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտներին հնարավոր հարվածների ծրագիրը։ Նեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է առանձին հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հարես թերթի համաձայն Զելենսկու գրասենյակը փորձել է համաձայնեցնել հանդիպումը, սակայն իսրայելական կողմը պատասխան չի տվել։ Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով։